Հարգելի բարեկամ, այսօր կխոսենք հույսի մասին։ Ինչ է իրենից ներկայացնում հույսը։ Ինչպես կարող է հույսը ամաչեցնել եւ հակառակը ինչպես կարող է չամաչացնել մարդուն։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Հույսը հավատքի աչքն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Եվ իր գործերի մեջ ինքը ընդհանրապես քիչ է խոսում հույսի մասին։ Հույսը նրա խոսքերով հանդերձյալ բարիքի ստույգ ակնկալությունն է եւ առաջանում է Աստծո շնորհից, այսինքն հավատքից ու բարի գործերից, առանց որոնց այն այլևս հույս չէ, այլ հանդգնություն։ Հավատքով ճանաչում ենք Աստծուն, իսկ հույսով ընդունում ենք Նրան, ասում է Սուրբ Տաթևացին, ում համար հույսը լինում է ողջերի հույս եւ այս աշխարհից հեռացածների հույս։ Ողջերի հույսը ուղեկցում է մեզ դեռևս այս կյանքում եւ դա երևացողի ստուգության հույսն է, քանզի քայլում ենք հաստատուն հավատքով ու հույսով եւ ոչ թե կարծեցյալով։ Իսկ ահա այս աշխարհից հեռացածների հույսը ստույգ գիտության հույսն է, քանի որ նրանք ստուգապես գիտեն իրենց ապագա հատուցումը։ Այն հարցին, թե ինչպես հույսը չի ամաչեցնում, Սուրբ Տաթևացին պատասխանում է կրկնակի կերպով. Նախ, հույսի համար անհրաժեշտ է 4 բան, այսինքն հույսի առարկան, հուսացողը, հույսը եւ ինքը ապավինումը։ Այսպիսով, հույսի առարկան դա Քրիստոսն է, հուսացողը ինքը մարդը, հույսն ինքնին որպես ուժ, ապավինումը, այսինքն բուն գործողությունը, ակնկալությունը։ Եվ երբ այս 4-ը միասին լինեն, այժմ եւ հույսը չի ամաչեցնի մեզի։ Երկրորդ, հույսի առարկայի համար նույնպես անհրաժեշտ է 4 բան, այսինքն, որպեսզի առարկան կարողանա, կամենա, գիտենա եւ միշտ մնա։ Այսպիսով, Քրիստոս ամենակարող է, ամենքին բարին է կամենում։ Նա գիտե, թե ինչն է օգտակար բոլոր մարդկանց եւ մնում է հավիտյան, ասում է Սուրբ Տաթևացին։ Եվ այդ պատճառով այն հույսը, որն ունենք առ Քրիստոս, չի ամաչեցնում մեզ եւ ոչ այստեղ եւ ոչ հավիտենականության մեջ։ Բայց ինչպես կարող է հույսը ամաչեցնել։ Դա այն ժամանակ է, երբ մենք հույսներս դնում ենք մարդու վրա, քանի որ մարդիկ տկար են, չկամեցող, տգետ եւ անցավոր, պարզաբանում է Տաթևացին, եւ նրանց վրա դրված հույսը մնում է անկատար։ Ահա թե ինչու է խրատում մեզ մարգարեն. Մի հուսացեք իշխաններին եւ մարդկանց որդիներին, որոնցից փրկություն չկա։ Սաղմոսներ 145-րդ գլուխ։ Մեկ այլ տեղում ասվում է հետևյալը. ավելի լավ է հուսալ Տիրոջը, քան թե հուսալ մարդկանց, հուսալ իշխաններին։ Նույն Սաղմոսներում 117-րդ գլխի մեջ։ Իսկ ահա Երեմիա մարգարեից իմանում ենք հետևյալը. Այսպես է ասում Տերը. թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա, ապավինելով նրա մարմնին ու բասկին։ Երեմիա մարգարե 17-րդ գլուխ։ Հույսն օգտակար է եւ բազում բարիքներ է տալիս մարդուն, այն փրկում է բազում զրկանքներից եւ թշնամիներից, շնորհում է նաեւ ժամանակավոր բարիքներ, ինչպիսին են կերակուրն եւ ըմպելիքը։ Այն ուրախացնում է հոգին եւ երբեք չի ամաչեցնում մարդուն։ Բայց այս հույսը պահպանելու համար անհրաժեշտ են հավատք եւ բարի գործեր, քանի որ առանց դրանց հույսը հույս չէ, այլ հանդգնություն։ Որտեւ հավատքը հույսը դարձնում է մշտական, այսինքն հաստատում է այն մարդու մեջ, իսկ գործերը նրան բարի են դարձնում, այսինքն այդ հույսը բարի են դարձնում։ Ապա եթե որևէ մեկը մեղանչի էլ, պետք չէ հուսահատվել, այլ ավելի լավ է իր հույսը դնել Արարչի վրա, որ նայում է մեր դարձին, մեր ապաշխարությանը, որը հավատքի եւ ապաշխարության հույսի մեջ է, եւ հատուցում բարությամբ։
Բայց թեպետ Սուրբ Գրիգոր Տաթևացին անմիջականորեն հույսի մասին այնքան էլ շատ չի խոսում, ինչպես ասեցի։ Այս առաքինությունը ներկա է նրա բոլոր խրատներում։ Այն կա հավատքի, սիրո, աղոթքի եւ ապաշխարության մասին նրա խրատներում, որ մենք պարբերաբար կանդրադառնանք։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։